Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մայիսի 9 է, կարևոր և հիշարժան օր մեր ժողովրդի և աշխարհի շատ ժողովուրդների պատմության մեջ։ Այսօրը նշվում է որպես հաղթանակի և խաղաղության տոնի հիշատակ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և նացիզմի դեմ տարած հաղթանակի։ Մայիսի 9-ը նաև խաղաղ կյանքի արժեքների, նոր պատերազմների դեմ պայքարի և մեր հերոսների հիշատակի օրն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականին և շարունակվել 6 երկար ու ծանր տարիներ։ Այդ տարիներին բազմաթիվ երկրներ մասնակցեցին պատերազմին, շատ քաղաքներ ավերվեցին, միլիոնավոր մարդիկ զոհվեցին, շատերը զրկվեցին իրենց ընտանիքներից ու բնակարաններից։ Հայաստանը ևս մասնակցեց այդ մեծ պատերազմին։ Ավելի քան 500,000 հայ որդիներ միացան ռազմաճակատին, և նրանցից շատերը հերոսաբար զոհվեցին։ 1945 թվականի մայիսի 9-ին պատերազմը վերջապես ավարտվեց։ Այդ օրը խորհրդային զորքերը, որոնց կազմում էին նաև հազարավոր հայ զինվորներ, հաղթանակ տարան։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ը տոնում է եռատոնը։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել շուրջ 600,000 հայորդիներ։ Հայազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդիակով, Աղանով, ԽՍՀՄ-ի 1 ծովակալ՝ Իսակով։ 70,000 հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։ 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակակիր, իսկ 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման։ Նելսոն Ստեփանյանն արժանացել է խորհրդային միության կրկնակի հերոսի կոչման։ 27 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին Հարսանիք լեռներում օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին։ Արտասովոր այս անվանումը գալիս է նրանից, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը։ Նա կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է և պետք է դրան լավ պատրաստվել։ Նրանք որոշել էին Շուշին ազատագրելուց հետո լեռներում կազմակերպել Վազգեն Սարգսյանի հարսանիքը, և այդպես էլ օպերացիան ստացել է Հարսանիք լեռներում պայմանական անվանումը։